Ուզում եմ կիսվել մի հետաքրքիր միջադեպով։ Ողջույն։ Մոտ 10 տարի առաջ էր, պատահական նկատեցի մի իրավիճակ, որը ինձ միանգամից զարմանալի թվաց, բայց որոշ ժամանակ հետո նոր հասկացա ինչն էր ինձ զարմացրել։ Արևելյան մուսուլմանական երկրի հյուրանոցներից մեկում մի շքեղ խնդրիկից հետո սպասավորները մաքրում էին դահլիճը։ Այնտեղ որպես սպասարկող անձնակազմ աշխատում էին հարավ-արևելյան Ասիայի կանայք եւ արաբ տղամարդիկ։ Կանայք բարձրացնում եւ տեղափոխում էին սեղանները, իսկ տղամարդիկ փոշեկուլով մաքրում էին հատակը։ Ճիշտ է, կանայք մի տեսակ հաղթանդամ էին երևում, բայց միևնույն է կսպասեի, որ տղամարդիկ կբարձրացնեն սեղանները, հատկապես որ տղամարդիկ արաբ էին։ Մտածեցի, ինչու է այդպես։ Չէ, որ կանանց եւ տղամարդկանց դերերը պետք է բխեն օբյեկտիվ, էությունից բխած պայմաններից։ Եվ եթե հատուկ գաղափարային ներգործություն չի կատարվում, պետք է որ այդքան էլ կախված չլինեն մշակույթից կամ այլ երկրորդական հանգամանքներից։ Իսկ ինչ եք կարծում դուք դրա մասին։ Իդեպ հնարավորություն ունենք այս հարցերը ավելի հանգամանորեն քննարկել կինը եւ տղամարդը 3 առցանց հանդիպումներից բաղկացած սեմինարին։ Գրանցվեք մեկնաբանություններում նշված հղումով եւ կհանդիպենք։ Առայժմ